Ինչ եք կարծում հիմա Սերժ Սարգսյանը փորձում է երկիրը փրկել, թե վրեժ է լուծում իրեն մերժելու համար։ Ճիշտ ասած, այդ հարցին չեմ կարող պատասխանել։ Ինչ անում, որ ես չեմ հետևում այդ քաղաքական հարցերին, էլի ճիշտ ասած։ Արդեն 2020 թվականից անհետաքրքիր է դարել այդ շոուին հետևելը, չեմ հետևում։ Սերժից գլուխ չեմ անում, Սերժի հետ հեռու մնանք։ Թե ինչ անեն հիմա պիտի անեն, թե կարգավորեն, թե չէ ինչ պիտի անեն, Սերժի ոնց ինչի ենք հետ գնը, որ իրանել մի հատ էլ հարցնեն կամ ասենք թե ինքն ինչ-որ պատասխան տա։ Չգիտեմ, ես շատ դժվար հարց է։ Չեմ կարող ասել։ Ուրեմն ես մի անգամից խնդրում եմ ինձ քաղաքական հարցեր մի տվեք։ Չէ, ինչ վրեժ պիտի լուծի, որ լուծվի, մենք պետք է Սերժ Սարգսյանից վրեժ լուծենք։ Ինչ արեց, որ իրա պատճառով այս մյուսին բերեցին, սա էլ վաբշե բան արեց, երկիրը քանդեց։ Վրեժ լուծել իրա մերժելու համար, մերը Քոչարյանն է, ով ուզում է գա։ Ամբողջ հանրապետության միայն Քոչարյանն է ուզում, Սերժը թող իր տեղում նստի։ Ապրեք բալես։ Ինչ ասեմ, ինքը վրեժ է լուծում, ինքը ոչ էլ Նիկոլը։ Երկուսը իրար հետ վրեժ են լուծում։ Իրանք մեր ժողովրդի մասին չեն մտածում, կյանքս։ Այս փորձել, որ փորձողը թող առաջ փորձեր։ Հիմա ուրեմն վրեժ է լուծում։ Վրեժ լուծելու համար, ոչ թե երկիրը փրկելու։ Մեկը մեկից վրեժ է լուծում։ Քոչարյանը նրանից, նա Քոչարյանից, ես քաղաքականությունը չեմ ուզում, կարողանում հասկանամ, թե ինչ են ուզում ասեն մեկը մյուսին։ Եթե միավորվում եք այս սրան հեռացնելու անունն էլ չեմ ուզում տամ։ Ուրեմն միավորվեք, հեռացրեք, նոր անցեք ձեր մնացած հարցերին, գործերին։ Եթե չէ, կոպիտ ասած գնանք Պարսկաստան ավելի լավ է Հայաստանի սահմանները պահում, քան թե իրանք։ Նախկիններ, ներկաներ, ես ինչ նախկինների ժամանակ լավ էր, վատ էր, լապում էին, ինչ էին անում, ինչ չէին անում, գոնե գիտենք, որ երկիրը խաղաղ էր։ Գոնե գիտենք սահմանամեծ գոտիները ապահով էին զգում իրանց։ Հիմա ես Երևանում ինձ ապահով չեմ զգում։ Չեմ հասկանում ինչ խաղեր են տանում, ինչ է կատարում այս երկրում։ Կործանեցին հիմնահատակ։ Ալիևն ու Էրդողանը վաղը մյուս իրանց կաբինետներից իրանց հոր անուններն ու են Աթաթուրքի մյուսի Հեյդար Ալիևի նկարները հանելի են շպրտեն, Նիկոլի նկարը կպցնեն պարտին ու պաշտեն Նիկոլին իրանց Ղուրանից առավել պաշտելու են Նիկոլին, որովհետև Նիկոլը իրանց համար սրբություն սրբոց է։ Բայց ճիշտն ասած ոչ մեկին էլ չեմ հավատում, կներեք չեմ ուզում, ոչ Սերժին եմ ուզում, ոչ Փաշինյանն եմ ուզում, ոչ Քոչարյանն եմ ուզում։ Եթե կգա մի լավ ուժ, որը կբարձրացնի ժողովրդի հոգեվիճակը, ինչ որ բան կանի մեր մոտ փոփոխություն կառաջացնի, սիրով ընտրենք են, այս պահին ոչ մեկին չեմ հավատում։ Այ վերջերս մի հատ բան ասեմ, ես գնացի Հաղպատ Սանահին, որ նոր բացահայտում արեց ինձ մոտ, ես շատ անգամ եի եղել, վերջին մի 10 օր առաջ եմ գնացել ու մի բան բացահայտեց ինձ համար, որ պարզում է մենք ունեցել ենք դիվանագիտական դպրոց Սանահին Համալիրում եւ այն ժամանակ պատրաստել են դիվանագետներ եւ ցանկացած քաղաքական հարցում դիվանագետները մասնակցել են հենց եկեղեցական աշխատողները հոգեվոր առաջնորդներից գնացել են որպես դիվանագիտական ներկայացուցիչ եւ իրանք ինչ որ մի բան են ունեցել որ պետք է ունենային որոշակի հատկություններ, հատկանիշներ, որ հանգստություն, ներվային ոչ մի շարժումներ, ոչ մի խոսք, ոչ մի բան, պետք է իրենց հոգեկան վիճակը հանգիստ լիներ։ Պետք էր առաջինը դա, երկրորդը, որ իրանք իրավունք ունեին զոհաբերելու իրենց, բայց ոչ հող տային, ոչ բան, այսինքն ցանկացած վարչապետ կամ նախագահ որ եկավ երկրի գլխին, ինքը իրավունք չունի ոչ հող տալու, ոչ ինչ-որ բանալ, դա իր որոշումը չի, սա երկիր է, որը պետք է կառավարի նաև ժողովուրդը, դարեդար եկել հասել են, և այդ նույնիսկ եղել են դիվանագետներ, հոգևորականներ, որոնք իրենց զոհաբերել են, նույնիսկ իրանց սպանել են, բայց իրանք հողի հանձնման հաստատող չեն ստորագրել, այ կցանկանայի, որ մեր քաղաքագետները, մեր, չգիտեմ, վարչապետ եւ մնացած բոլոր բաները ղեկավարությունը ունենային այդ դիվանագիտական հատկություն կամ գուցե մեր փորձով ստուգված գնային Սանահինում ուսուցման։ Ես այս քաղաքական քայլերից ոչ մի բան արդեն չեմ կարող ասել, որովհետև ամեն ինչ ձևական բաներ են։ Իսկ հավատում եք, որ Սերժ Սարգսյանը կփրկի երկիրը։ Հիմա ինձ թվում է ոչ մեկ չի կարող փրկել երկիրը, այնպես է կործանվել, որով պիտի փրկի։ Դավաճանների մասին ես ոչ մի բան չեմ ասում։
վրեժ է լուծում։ Ինչու։ Չգիտեմ, իմ կարծիքը դա է։ Համենայնդեպս Սերժ Սարգսյանից օգուտ չենք ստանում, չեմ անում։ Սերժ Սարգսյանը փորձում է փրկի երկրի Նիկոլի ձեռից։ Այդ կամ բան։ Որտեղ երկրից ղեկավարը աննասուն է այսօրվա։ Ես պոլիտիկայից հեռու եմ։ Սերժ Սարգսյանով է, այն դավաճանը չի փրկում։ Երրորդն էլ, չորրորդն էլ, առաջինն էլ, սաղն էլ սրիկա էլ։